Եվ այն մարդիկ, ովքեր որ սուտ են խոսում, այս ճանապարհով շարունակում են ապրել, կեղծիք տարածել, ցանկացած բնագավառում իր հեղինակությունը պահելու համար, ուրիշին արատավորելու համար, ինչ որ այսօր շատ տարածված է, մեկի մասին սուտ լուր տարածել։ Գիտեք, սովետական շրջանում ԿԳԲ-ում կար դեզինֆորմացիայի վարչություն, որ կեղծ լուրեր էին տարածում, որ մարդը, որ հեղինակությունն էր, ազնիվ էր, մաքուր էր, պետք էր մասին կեղծ լուրեր տարածեն։ Մեր հոգևորականից մեկի մասին կա փաստաթուղթը գախնի զեկույց է սովետական շրջանում, ասում այս մարդուն անհնար է մեր կողմը քաշել, որովհետև անհնար է իրեն սարքել կուսակցական, մեր լրտեսը սարքել, մեկ բան եմ սրա մասին այլասերություններ տարածել, որ ինքը կանանց հետ է շրջում, հարբեցողության է զբաղվում, հոգևորականները զենք են կրում, մինչև այսօր կա հոգևորականները մաֆիոզներ են, կներեք այս բառի համար, սա են անում եւ շատ մարդիկ հավատում են այս խոսքերին։ Այդ սուտ կեղծ լուրը տարածելով ենք սպանում են նախ մարդկանց հոգիները, հետո այդ սպանված հոգիները դառնում են շատ շատերի սպանության պատճառ։ Գիտեք, երբ որ 37 թվականին հալածանքները սկսել է եկեղեցու դեմ, մեր Իջևանում Աչաջուր գյուղի ժողովուրդը, որ տարիներով այդ քահանան իրենց ծառայել է, մկրտել է, պսակել է, հուղարկավորել է, եկեղեցում կախել է այդ նույն ժողովուրդը իրեն։ Այդ նույն ժողովուրդը կախել է իրեն։ Ինչու, որովհետև ճշմարիտ աստվածպաշտությամբ չեն ապրել։ Միայն կեղծ անուն են ունեցել քրիստոնյա լինելու։ Իրենց հոգու մեջ եղել են սուտ